Հետևել եք Գյումրու ընտրություններին։ Այո, իհարկե։ Իսկ Փարաքարի Այո, ինչ կարծիք ունեք արդյունքների մասին։ Փարաքյարում շատ գոհ եմ։ Գյումրիում դեռ խառն է։ Այնուամենայնիվ Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց։ Այո, բայց մի հոգի կա, որ չի միացել անդիմության ընդհանուր ձայներ։ Այո, Մարտուն, այո, լավ ասացիք, ուզում եմ անունը հիշեի, չէի հիշում։ Մարտուն Գրիգորյանը պետք է միանա ընդհանուր ընդդիմության ձայներին։ Եթե չարեց, Մարտուն Գրիգորյան իր որդուն եւ մանն են, չէ, ձերբակալել հորը։ Հա, ես գիտեմ նեղության մեջ ես, բայց տղա ջան, անենց արագ քպն չանցնի։ Չեմ ուզում կարծիք ունենալ, բայց սպասելի էր։ Շատ սպասելի էր, ամեն ինչն էլ սպասելի էր։ Փարաքյանին հետևել եք, այնտեղ միացնյա պարտություն կրեցին։ Սպասում էի։ Շատ լավ էր։ Ճիշտ ստացվեց, բայց չգիտես, աջ գնալն է, ճիշտ թե ձախ գնալն է, չգիտես։ Այնքան ենք խաբվել արդեն, չգիտես, որն է։ Լավը, որն է վատը։ Արդեն մարդու մեջ կոտրվել է հավատը ամեն մեկի ամեն ինչի նկատմամբ։ Այդ շատ վատ բան է, ազգային կործանում է դա։ Ես ինքս փարաքարցի վերջապես ինչ-որ մի բան տեղի չարժվեց։ Գոհ եք արդյունքներից։ Հա, Իսկ Գյումրու արդյունքներից։ այդքան էլ չի։ Դե Հաստացի լավ է, ամեն դեպքում եթե հավաքական մնա ամեն ինչ լավ է։ Արդյունքներից գոհ եմ։ Գոհ եք։ Հա, իհարկե։ Դա առաջիկա լավ, որ այս իշխանություններին ճանապարհենք։ Բայց այդպես որ մանրամասը չէ, բայց ակնկալի։ Որ Գյումրին որոշիչ է լինելու այս։ Ես միշտ Գյումրին հարգել եմ որպես թասիբով մարդիկ էլի ու չէ էլ կասկածում, որ իրանց մեջ ինքնասիրությունը բարձր է, քան մեր ղեկավարության մեջ։ Ինչ եք կարծում 2026-ին կունենանք ընտրություններով այս իշխանությանը ճանապարհելու արդյունք։ Չեմ կարծում, որտեղ ժողովուրդը արդեն համբերության բաժակը լցրել է, ինչքան կարելի է։ Այ հիմա որ հապկի համար էլ ստորագրեց, որ չեն ֆինանսավորում, արդեն թողեց մեզ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միայնակ։ Այսինքն կարծում եք ավելի շուտ կփորձեն հեռացնել այս իշխանություններին։ Դե կամ ասենք Ադրբեջանն ու Էրդողանը պիտի նենց անեն, մտնեն ստեղ Հայաստան, գրավեն էլ չլինի, կամ էլ ժողովրդի համբերության բաժակը որ լցվեց, պետքա դուրս գան փողոց, չի լինի։ Եվ այնքանա վատ, որ ինքը ունի իր շրջապատում մարդիկ, որ նրանց էլ տալիս է ժողովրդի դատաստանին։ Վաղը մյուս օր այդ իր կողմնակիցները ոնց են քայլելու փողոցում։ Կամ դրանց երեխաները ոնց են գլուխները բարձր քայլելու, չի կարելի տենց։ Ինչքան կարելի է, ինքը ասում է ժողովուրդը երբ որ ուզենա ես կհրաժարվեմ, չէ՞։ Ինչքան թող ասի կոնկրետ քանի հոգի, թող այդ ժողովուրդը հավաքեն։ Փաշինյանի երևի արդեն չեն հավատում։ Չի արել Գյումրիում այն, ինչ որ ինքը խոստացել էր։ Իսկ առհասարակ Հայաստան։ Եվ ժողովուրդ չէ։ Եւ մարդիկ հիասթափվել են։ Ակնկալիքներ չունեն Փաշինյանից։ Բայց չգիտեմ, այս նոր ընտրովին ինչպիսի դրսևորումներ կցուցաբերի Գյումրիի նկատմամբ։ Կապրենք կտեսնենք։ Իշխանության պարտությունը ինչպես կգնահատեք։ Դուք իրենք մտածեն, թող իրենք գնահատեն։ Դուք գոհ եք արդյունքներից, թե չէ։ Գիտեք ինչ, դա համենայն դեպս ինչ որ մի փոփոխություն է։ Երբեմն, այո, պետք է որ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ չի, որ իրենց ուզածով է։ Հետևել եք Գյումրու ընտրություններին։ Թեթև, Իսկ Փարաքարի։ էլի թեթև, Իսկ գոհ Ինչ եք որ արդյունքներից։ արդյունքներից գոհ եմ այնքանով, որ ԿՊ չի լինի։ Դեմ եք այսինքն իշխանություններին։ Իհարկե, ուղղակի մեր ընդդիմությանը երևի ԿՊ-ի վհուկները թուղթուգիր են արել, ընդենց հանգիստ նստած են ու անտարբեր։ Այս ամեն ինչը պետք է ավելի վաղ սկսել, մի քիչ աշխուժություն, մի քիչ առաջընթաց։ Ուրեմն ԿՊ-ն եթե գնաց, մենք հաղթող ենք։ Դե ես գիտեք ինչ, այդպես էլ գիտեի, որ այդպես է լինելու, որովհետև նախնական արդեն լսել էին Գյումրիի պատմությունը, կարծում էի, որ այդպես էլ կլինի, ոչ մի կողմ
ընտրությունը չի հաղթի։ Հիմա ես այսպես էլ կարծում էի, այդպես էլ եղավ։ Արդյունքները ցույց տվեցին են, ինչ որ այսօր մեր իրականությունն է։ Այսինքն ԿՊ-ի պարտություն։ ԿՊ-ի պարտությունն է եւ այսօրվա անդիմադիր դաշտի ոչ կոնսոլիդացված վիճակը։ Այսինքն անդիմադիր դաշտը չի կոնսոլիդացվել։ Փնտրտուքների մեջ են, ինչի փնտրտուքների մեջ են դեռ չենք հասկանում։ Հուսամ կկոնսոլիդացվեն, կմիասնականան։ Մնացել է Մարտուն Գրիգորյանը, այսօր ինչքան գիտեմ պետք է հայտարարություն աներ, սպասենք, տեսնենք արդյունքներին։